Լինում եք մարզերում, հանդիպումների, տեսնում, հետևում եմ հանդիպումների եք լինում քաղաքացիների հետ, ինչպես եք գնահատում նախ ձեր շանսերը եւ հաշվի առնելով այս պահին կատարվողը երկրի ներսում եւ երկրի շուրջ, տեսնում ենք, որ իշխանությունները կարծեք հատում են նաեւ այն կարմիր գծերը, որոնք վերաբերում են օրինակ մայրաքաղաքի Էջմիածնին, հենց այս համատեքստում ինչպես եք գնահատում ձեր ուժերը եւ հաղթանակի շանսը։ Անկեղծ ասած, Եվս գացիկ է ցենց քաղաքական հարցին չձգվեցի մի քիչ, էլի։ Անկեղծ ասած, մենք հաշվի առնելով վերջի մեր տեխնացուի վերաբերյալ հայտարարությունը, հաղթելու հետ կապված, խնդրում եմ սա չընդունել որպես ինքնագովեստ կամ այսպես բարձր գերագնահատել, հաղթելու հետ կապված միանշանակ համոզված եմ, որ հաղթելու ենք, այստեղ խնդիրը այլ է, որ պետք է ունենանք որակյալ մեծամասնություն մեր հայտարարված տեխնացուի հետ կապված հարցը լուծելու համար։ Ինչ վերաբերում է մարզերին, գիտեք, մարզերում կա այսպես երկու տարբեր, ոնց ասեմ, երկու տարբեր աշխարհներ, շնորհիվ մեր այսպես ճակատների մեջ հանրային հեռուստաընկերություն, որը ամբողջությամբ, եթե զգացել եք իմ որևիցե ասուլիսին ներկայել չեն, այնպես չի, որ շատ ուզում եմ ներկա լինեմ, բայց ամեն դեպքում, եթե ցանկանում ես քո ժողովրդին իրականությունը ճիշտը մատուցել, ուրեմն թույլ տուր ժողովրդին երկու կարծիքը տուր, թող ժողովուրդը գնահատի արդեն որն է ճիշտ։ Շնորհիվ ՀՄԷԿ-ի, այսպես շատ վատ սխալ քայլ են անում, ոչ պետական, բայց ամեն դեպքում դա էլ է կոտրվում։ Հավատացած եղեք, որ մարդկանց հետ խոսելով, զրուցելով, մարդկանց հետ այսպես շատ բաց, շատ, եւ մեր ուժը ինչի է ուժեղ Հայաստան, որովհետեւ մեր ղեկավարը ուժեղ է եւ այդ ուժեղությունը ենթադրում է նաեւ անկեղծություն, ենթադրում է նաեւ մաքրություն, ենթադրում է, որովհետեւ այս իշխանությունը իրեն պահում է թույլ է, ինքը ուժեղ չի։ Ուժեղ իշխանությունը այսպիսի բաներ չի անում։ Պատկերացնում եք, որ պատմական իրադարձություն է տեղի ունենում, վեհապարի դեմ մտնում են դատարան, վեհապարի կայացրած որոշման դեմ։ Ամենավատ երազում դա հնարավոր չէր պատկերացնել, ամենավատ։ Քաղաքացիական գործերով դատարան մտնում, ասում են վեհապարին հեռացրել է, ինչ-որ մեկն էլ չգիտեմ, այդ ինչ որտեղ են այդ կրթությունը ստացել, այդ ինչ կրթություն է կամ այդ ինչ որակ է, նա էլ ընդունում է վարույթ։ Հետո էլ վերցնում են մի հատ էլ հաշվի առնելով, որ եպիսկոպոսատ ժողովը պետքա տեղ ունենա, վերցնում են բոլորի այդ արգելք են դնում արտասահման գնալու վրա, չի լինում այդպիսի բան, չի կարելի։ Այդ ամեն ինչը մեր ժողովուրդը սկսում է արդեն հասկանալ, իսկ այդ պարագայում այլ տարբերակ չկա, ինչպես հայտարարել եմ, եւս մեկ անգամ կրկնում եմ, հունիսի 8-ին չի լինելու այս իշխանությունը։ Այս իշխանությունը ամենալավագույնը հարգելով մեր ժողովրդի ընտրությունը լինելու է ընդդիմություն եւ կարծում եմ շատ փոքր։